հարցի շուրջ, ուրեմն հետևյալը սպասում եմ քննարկումը ըլլումա չէ, իրանք ինձի բաժին են։ Ձեր մասնակցությամբ է լինելու քննարկումը թե ոչ։ Ես պնդում եմ, որ իմ մասնակցությամբ քիչ առաջ թաղապետը եկավ եւ ասաց բնակիչների հետ համաձայն է հանդիպել, բայց այն դեպքում, երբ որ դուք չմասնակցեք, քանի որ ասում է դուք եկել եք այստեղ շահադիտական նպատակներով։ Այդ երբ ա եղել։ Քիչ առաջ։ Վարչական շրջանի ղեկավարը մի վարքան, ուրեմն ասում եմ վարչական շրջանի ղեկավար Թաղապետարանի մասիվի լզելա, որ առանց ինձ հանրային քննարկում կանի։ Հանրային քննարկումը տեղի է ունենալու ինձ հետ եւ այստեղից ես չեմ գնալու կամ հանրային քննարկումը պիտի չիրականանա կամ էլ ինքը գլուխը պատին է տվել։ Նորից եմ ասում, տղա չի ինքը, տղեն չի զանգում հայհոյանք տալի հեռախոսով ու հետո փախնում։ Հայհոյանք չի, եթե ուրեմն լսեք, եթե դա հայհոյանք չի, ես հիմա գտնվում եմ Նորնուկ վարչական շրջանի շենքում։ Երեք ինքը, եթե դա հայհոյանք չի համարում, որ մտել է ընտանիք, իր արտահայտությունն եմ կրկնում, եթե դա հայհոյանք չի, Տեր Մարգարյան, գիշերը ես գամ քո տան խրախճանքը ձայնագրեմ ու հրապարակեմ կայքերով ու եթե մութը լինի գիշերով այդ մոմը ես պահեմ ու այդ ձեր տան խրախճանքը ձայնագրեմ Պարոն Չախյան, դու գնում եք իրենց սադրանքին եւ համարժեք պատասխանը ստանում են հայհոյանք չի ստանում են մի բան էլ ավել վերահսկողական ֆունկցիա է ձեր վերցել ձեզ եւ դուք եթե չեմ սխալվում ես Նորնորքի բնակիչ եք այսինքն դուք լիովին իրավունք ունեք եւ որպես բլոգեր եւ որպես տեղի բնակիչ մասնակցելու այստեղ հանրային քննարկումներին իհարկե որը իրականացվում է ինչի մասին Շենքի կառուցապատման, շենքի, դրա վերաբերյալ փուլն է նախագծման։ Բայց ձեզ փաստորեն սադրանքների ենթարկում Այո, ամեն ինչ լուսաբանվել է, հուսամ հենց այդ կադրն էլ կա։ Շատ ավելի լավ բարի, ճիշտն ասած դուք ասում եք նոր եմ իմանում եմ, որ ավելի լավ որ կադրերը ֆիքսվել է։ Հիմա ասեմ հետևյալը։ Ես տվյալ դեպքում պետք է ճանաչվեմ տուժող որտեվ հարցակումը ինձ վրա է տեղի ունեցել։ Նայեք, հիմա տեսեք, ուշադրություն տեսեք, շատ կարևոր հանգամանք է, ինչա տեղի ունենում։ Կարևոր է, Ժողովուրդ ջան, բոլորդ ուշադրություն դարձեք։ Ոստիկանությունը իմ հետ խոսում, ասում արի կենտրոնական բաժին։ Ես որպես իմ պատկերացումով, ես դուժող եմ ճանաչվում։ Ով որ ինձ վրա հարցակվել է, բաժին չեն տանում, ոչ ոքին չեն ձերբակալում, ու վարչական շրջանի ղեկավարը ասում է, հանրային քննարկումը կկայանա առանց իրան։ Գլուխը պատին է տվել։ Իմ ծածկադպոց են անում ոստիկանության միջոցով փորձում է այս ամեն ինչը ձերբակալում են, թող ձերբակալեն։ Այո, բա եթե տանում են, թող ձերբակալեն տանեն, բայց ի՞նչ է նշանակում ինձի ձերբակալեն տանեն ոստիկան հանրային քննարկումը ելնի, չկա տես բան։ Ինչա, հա, ինչ։ Երեկվա դեպքերից հետո չեք վախենում, որ նման բան կլինի։ Լավ, մի հատ հարց էլի, որ դուք այդ հարցը տասը չեք վախենում, ինձ վրա մահափորձ են կատարել 3 հոգով շքամուտքի մոտ։ Դանակով եկե խփել են, բռնել եմ լավները, գլուխները բռնել եմ, ոստիկանության եմ հանձնել, ին վրա տարբեր ձևի էլի մահափորձ է եղել կացինով, այսինքն այդքան ժամանակից հետո իմ մոտ բան չի փոխվել, չի վախեցել։ Երեկվա միջադեպից հետո էլի եկել եմ նստել, էլի չեմ վախենում, ու էլի չկայացած թաղապետի սենյակի դեմն եմ, էլի չեմ վախենում, Կարծես սկսել է մի կետ ասում եմ, սկսվել է, կարծես ընթացքում։ հիմա Այո, կարծես Չէ, եթե քննարկումը, չէ, առանց քննարկում պիտի չլինի։ Այդպես ճիշտ չկա։ Ինչ իրավունք ունեք։ Ախպեր, ինչ իրավունք ունեք սենց բան անեք։ Ի հանրային քննարկումը ախպեր, օրենքի ակտ տվեք։ Ընկեր, սենց ճիշտ չկա, ընկեր։ Սենց ճիշտ չկա։ Ընկեր, խափելով չի այդ անտերը։ Չէ, ընկեր, այնտեղ ակտեր կա, բաներ կա, ընկեր, բնակիչ եմ, ես պիտի կարծիքը արտահայտեմ, խափելով չեն անում, չէ, ախպեր։ Թողեք ընկեր, դուք հենց հիմա ինձ սահմանադրական իրավունքները խախտում եք ընկեր, ինձ սահմանադրական իրավունքները խախտում եք, իրավական ակտ նշեք, ամե ձերբակալ եք, դե ախպետ եք շիլնում տեց, հոտեց շինթուլտվություն չեն սեղծնում, ամենայն հարգակում դուք եք մի քիչ առաջ ասում, հանրային քննարկումը չի կայանալու, քեզի գնանք բաժին ցուցմունք տա, բայց իտոգում կայանում է, այդպես շիլնում է, իրանք էլ ասին չի կայանում, անցեք դա, չէ ախպետ թողեք, դե թողեք խիղ,
Ժողովուրդ, էսի ակնհայտ։ Շին թույլտվություն են տալի։ Որքեզի մի քիչ հանգիստ կարող եք մտնես նայել։ Հանգիստ եմ, պարոն ոստիկյան։